հետաքրքիր բան եմ նկատել։ Մշակույթի մեջ մեղավոր մարդ չկա, բայց կան քանդված և փակված թատրոններ։ Ողջույն, դուք դիտում եք ինձնից դեպի քեզ փոդքասթը։ Վերջին թողարկումներում խոսել ենք տարբեր թեմաների մասին։ Այսօր ցանկանում եմ մեկ քայլ առաջ գնանք և միասին մտածենք, մտորենք ևս մեկ կարևոր հարցի շուրջ։ Եթե բոլորն ասում են, որ իրենք մեղավոր չեն, այդ դեպքում ով է պատասխանատուն։ Տարիների ընթացքում ես շատ եմ լսել նման նախադասություններ։ Ես որոշում չեմ կայացրել, վերևից են ասել։ Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, ես միայն կատարող եմ։ Ահա այսպիսի բազում նախադասություններ։ Եվ այս նախադասությունները տարբեր մարդկանցից եմ լսել, բայց բոլորն ունեն միևնույն նպատակը՝ պատասխանատվությունը իրենցից տեղափոխել մեկ քայլ հեռու։ Միշտ կա մեկ ուրիշ մարդ, մեկ ուրիշ ստորագրություն, մեկ ուրիշ մակարդակ։ Եվ արդյունքում ստացվում է շատ տարօրինակ մի պատկեր։ Ոչ ոք ոչինչ չի արել, բայց ինչ-որ բան տեղի է ունեցել։ Մշակութային համակարգերում շատ հազվադեպ է լինում, որ որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից։ Դրանք ստեղծվում են լուռ համաձայնության շղթայով։ Մեկը լռում է, մյուսը ձևացնում է, թե չի նկատել։ Երրորդը ստորագրում է առանց հարցնելու, իսկ չորրորդը ասում է. ես տեղյակ չեմ։ Եվ այդ պահին ստեղծվում է մի համակարգ, որտեղ չկա հանցագործ, բայց կա հանցանք։ Եթե սա դատարան լիներ, դատավորը մի շատ պարզ հարց կտար։ Եթե բոլորը անմեղ են, ապա ով է արել սա։ Սա այն հարցն է, որից համակարգերը ամենաշատն են խուսափում, որովհետև այդ հարցը կոտրում է մի շատ կարևոր պատրանք։ Այն պատրանքը, որ պատասխանատվությունը գտնվում է մեկ ուրիշ տեղ։ Ես սա չեմ ասում որպես կողքից դիտորդ։ Ես այս ամենը տեսել եմ ներսից։ Ես նույնպես հավատացել եմ, որ ներսից կարելի է փոխել շատ բան։ Բայց ժամանակի ընթացքում մի բան պարզ դարձավ։ Այն համակարգը, որը որ չի կարող ընդունել պատասխանատվությունը, այն չի կարող բարեփոխվել։ Այն կարող է միայն վերանվանվել։ Այսօր հաճախ լսում ենք, որ մշակույթը միայն ոլորտ է, ծախսային հոդված, բյուջեի տող, բայց պատմությունը մի ուրիշ բան է ցույց տալիս։ Մշակույթը միշտ էլ եղել է վտանգավոր տարածք, ոչ թե զենքով, այլ խոսքով։ Եվ հենց դրա պատճառով է, որ միշտ փորձում են այն դարձնել կառավարելի։ Երբ արվեստագետը դադարում է հարցեր տալ համակարգին, նա դառնում է անվտանգ։ Երբ հաստատությունը դադարում է դիմադրել, այն նույնպես դառնում է անվտանգ։ Հաճախ ես ինքս ինձ մի հարց եմ տալիս. իսկ ես երբ եմ դառնում ես պատասխանատու, երբ խոսում եմ, թե լռում եմ, երբ մնում եմ այդ վայրում, թե հեռանում եմ։ Պատասխանը պարզ է, բայց մենք պատասխանատու ենք այն պահից, երբ հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Չիմանալը երբեմն այո, կարող է արդարացում լինել, բայց հասկանալուց հետո լռելը արդեն ընտրություն է։ Իսկ դու երբ ես վերջին անգամ լսել արդարացում, որն իրականում փախուստ էր պատասխանատվությունից։ Եթե հիշեցիր այդպիսի պահ, ուրեմն արդեն հասկանում ես, թե ինչի մասին է մեր այսօրվա զրույցը։ Համակարգերը շատ հազվադեպ են փլվում վերևից, դրանք պահվում են ներքևից։ Մեր լռությամբ, մեր արդարացումներով, մեր
ես կապ չունեմ արտահայտությամբ։ Եվ իրական փոփոխությունը սկսվում է ոչ թե այն պահից, որ ինչ-որ մեկը հայտարարություն է անում, այլ այն պահին, երբ ինչ-որ մեկը դադարում է արդարանալ։ Սա էլ «Ինձնից դեպի քեզ» փոդքասթի հերթական 13-րդ թողարկումն էր։ Եթե մեր այս զրույցը մտածելու առիթ տվեց, ապա այն կարող եք կիսվել այն մարդկանց հետ, ովքեր մտածում են մշակույթի և պատասխանատվության մասին։ Բաժանորդագրվեք էջին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա թողարկումները։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Մինչ նոր հանդիպում։